Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, ես Հրանտ Տեր-Աբրահամյանն եմ եւ սա քաղաքական օրագիրն է։ 7 տարի է լրանում այսպես կոչված հեղափոխությունից, 2018 թվականի այսպես կոչված հեղափոխությունից, որի ամենակարևոր շոշափելի արդյունքն էր հայկական Արցախի կորուստը։ Շեշտում եմ ամենակարևոր եւ ամենաշոշափելի արդյունքը Արցախի կորուստն էր, կամ մենք կարող ենք ասել այսպես կոչված հեղափոխություն, որը ավարտվեց հայկական Արցախի կորստով։ Հիմա ես հասկանում եմ, որ երբ որ ես այսպես ձևակերպում եմ, որոշակի առարկություններ են առաջ գալիս եւ մարդիկ ասում են դա միակ արդյունքը չէր, միայն դա չէր, այո, ես չեմ ասում միայն դա էր։ Ես չեմ ասում ոչ մի բան 2018 թվականից չի փոխվել։ Նույնիսկ կարող է ինչ-որ դրական բաներ են տեղի ունեցել, հարցը դա չի։ Ասենք, չգիտեմ, մեկը կասի դա տեսեք ճանապարհներ են կառուցվել, չգիտեմ, դպրոցներ են կառուցվել, էս ա եղել, այն ա եղել, նաև բացասական իմաստով բազմաթիվ այլ բաներ կարող են թվարկել, ես էլ որոշ ժամանակ մի քիչ անց որոշ բաներ կթվարկեմ, բայց հավատացեք, որպես պատմաբան եմ ասում։ Այդ ամեն ինչը չեմ ասում անկարևոր է, բայց որպես պատմաբան եմ ասում, պատմության մեջ, մեծ հեռանկարի մեջ հավատացեք այս ամեն ինչից, չգիտեմ 100 տարի անց, նույնիսկ 50 տարի անց, էլ չեմ ասում 1000 տարի անց, մարդիկ հիշելու են այսքանը եւ գնահատականը լինելու է սա, այսպես կոչված հեղափոխություն, որի գլխավոր եւ շոշափելի արդյունքը եղավ հայկական Արցախի կորուստը, այսինքն կար հայկական Արցախ, որը ազատագրվել էր, ձեռք էր բերվել, պահպանվել էր պայքարի արդյունքում, եւ երբ որ ես ասում եմ հայկական Արցախ, ես նկատի չունեմ ինչ-որ առանձին միավոր սուբյեկտ, այլ որպես Հայաստանի մաս, եւ այդպես կոչված հեղափոխության արդյունքում ինքը չկա։ Իհարկե, այլ հետաքրքիր արդյունքներ են ունեցավ այս հեղափոխությունը, իմիջիայլոց ես ուզում եմ դրանցից մեկը հատկապես նշեմ, ներքաղաքական իմաստով այդ հեղափոխության արդյունք կարևոր, եթե ոչ կարևորագույն էլի ասեմ, արդյունքը եղավ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, ամուր վերադարձը քաղաքական դաշտ եւ ամուր, այսպես ասած, մնայուն եւ կայուն տեղ զբաղեցնելը քաղաքական դաշտում եւ ներկա իշխանության հետ միասին նրանք կարողացան տարիների ընթացքում ստեղծել երկբևեռ մի համակարգ, որը այդ համակարգը իր ամբողջության մեջ երկու բևեռներով հանդերձ ըստ էության հանրությանը խաղից դուրս մղեց, խաղից դուրս վիճակում հայտնեց, բայց հանրության մեծամասնությունը, որտեղ ես վստահ եմ, որ այսօր մեծամասնությունը չի ընդունում ոչ մեկին, ոչ մյուսին, այլ հարցը թե ինչի հանրությունը իր մեջից չի կարողանում ձևավորել արժանի այլընտրանք, բայց փաստացի սա նույնպես կարևոր արդյունքներից էր այս հեղափոխության 18 թվականի, որի մասին ի դեպ այն ժամանակ էլ մարդիկ զգուշացնում էին Քոչարյանի վերադարձի մասին, եւ որը ի դեպ 20 թվականից հետո չսկսվեց, 18 թվականից սկսվեց, այսպես կոչված մարտի 1-ի գործի այդ դատով, որը ավարտվեց ինչով, եթե հիշեք, ինքը ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի կատարյալ, այսպես ասած, մաքրագործմամբ։ Ռոբերտ Քոչարյանը, որովհետև իրենք այդ դատը ըստեյության տապալեցին այդ process-ը կամ նույնիսկ միտումնավոր տապալեցին, ես չգիտեմ, չեմ կարող հիմա նույնիսկ դա վստահաբար պնդել, միտումնավոր է եղել թե չէ, բայց փաստը մնաց այն, որ այն խոշոր քաղաքական մեր հայտնի ֆիգուրներից, որոնց այդ բոլորի հետ էլ կան որոշակի կասկածներ, հիմնականում մեր հանրության մեջ, բայց այդ նրանցից մեկը թղթով, այսպես ասած, մաքուր դուրս եկավ, ի տարբերություն մյուսների թղթով, որ այսպես ասած, առաջին հայացքից իր ամենակատաղի թշնամիները իրան փորձեցին դատել եւ ոչ մի բան չկարողացան անել եւ ապացուցել։ Սա այն մյուս կարևոր արդյունքը, որքան էլ սա իմիջիայլոց եմ հիշատակում, բայց ինքը ընդհանուր կոնտեքստի մեջ նույնպես կարծում եմ կարևոր եւ բազմաթիվ թելերով կապված է մյուս այսպես արդյունքների հետ, այսպես ասած, հիմա նաեւ ավելի, եթե այսպես խորքային փորձենք իմաստավորել այս ամեն ինչը, հա, ավելի խորքային մակարդակում մի հատ ուրիշ արդյունք էլ ունենք։ Հայ ժողովրդի փաստացի կարգավիճակի իջեցումը, կարգավիճակի, սա խոսքը ոչ թե իրավական կարգավիճակի մասին է, այլ կան փաստացի կարգավիճակներ, որոնք հիմնականում ուժային գործոնով են որոշվում, ուրեմն միջազգային հարաբերություններում։ Եվ հայ ժողովուրդը ուներ որոշակի կարգավիճակ, սկսած
ասենք 80-ականների վերջից, որը ձեռք էր բերել պայքարով, արյունով հաղթող ժողովրդի կարգավիճակ, ես չեմ ասում շատ բարձր կարգավիճակ, բայց ուներ որոշակի կարգավիճակ, հայ ժողովրդի հետ հաշվի էին նստում, այս կամ այն չափով, չեմ էլի չափազանցնում, բայց որոշ չափով հաշվի էին նստում, որպես հաղթող ժողովուրդ, որտեղ հաղթող ժողովուրդների հետ միշտ հաշվի են նստում, ինչ հեքիաթներ են մեզ հիմա ուզենան պատմեն, միջազգային իրավունքը, չգիտեմ, միջազգային հանրությունը, տարածքային ամբողջականությունը եւ այլն հաշվի են նստում հաղթողների հետ եւ հայ ժողովրդի հետ որոշակիորեն հաշվի են նստում, այնքանի որքանի որ հայ ժողովրդի առաջնորդները նաև կարողանում էին այդ պոտենցիալը իրացնել, իրանք գուցե վատ էին դա իրացնում, գուցե չէ, հաստատ վատ էին իրացնում, բայց ամեն դեպքում մենք ունենք կարգավիճակ, մենք վերադարձանք մեր նախկին ամենավատ, այսպես ասած, կարգավիճակներին, ամենավատ կարծրատիպերին հայերի հետ կապված, ամենավատ ինքնագնահատականներին, եթե 90-ականների սկզբի այդ հաղթանակների բերմամբ ես ինքս անձամբ հիշում եմ, թե ինչպես փոխվեց այն ժամանակ ես կարծում էի հայերի մեծ մասի հոգեբանությունը, բայց հիմա հասկանում եմ, որ մեծ մասի չէ երևի որոշ հատվածի գոնե, երբ որ մենք այդ խեղճացած, անընդհատ կոտորածների ենթարկվող, կործանվող այդ ազգի հոգեբանությունից որոշ չափով գոնե ձեռբազատվեցինք, ես սկսեցինք ձեռ բերել հաղթողի հոգեբանություն, ոչ միայն կորցնողի, այլ հետ բերողի հոգեբանություն, սա իսկական շատ կարևոր առանցքային մի հատ պահ էր, ելեմ ասում, ես անձամբ այդ ապրումն եմ հիշում, աբստրակցիա չեմ ասում, եւ հանկարծ մենք 2020 թվականի նոյեմբերին տեսանք, որ այդ հայը, այն հին հայը ինքը չէր կորել, ինքը վերադարձավ, այդ խեղճ ու կրակ, մուրացող, ես թույլ եմ, այդ թույլի հոգեբանությամբ, արտաքին ուժերի վրա միայն հույս դնող, ինքն իրան չհավատացող, այդ խեղճ կորցնող, անընդհատ ինչ որ կործանման եզրին գտնվող այդ խեղճի հոգեբանությամբ հայը վերադարձավ, ոչ միայն վերադարձավ, այլև գերիշխող դարձավ, սկսեց թելադրել իր այդ խղճուկ աշխարհայացքը, փորձում է նաև մեզ պարտադրի այդ աշխարհայացքը անառողջ հիվանդ հոգեբանության, հիվանդ մարդու աշխարհայացքը, որովհետև դա կապ չունի օբյեկտիվ իրականության հետ, պարտվողը պարտադիր չի որ խեղճի հոգեբանություն եւ աշխարհայացք ձեռք բերի, պարտվում են նաև ուժեղները, պարտվում են նաև արժանիները, բայց արժանապատիվ պարտվողները մտածում են վերածննդի մասին, հաղթանակի մասին, այլ ոչ թե ընդունում են այդ պարտությունը որպես իրենց ապրելակերպ, հոգեբանություն եւ որպես նույնիսկ այսպես ասած իմաստություն։ Այս սրա վերադարձը մենք նույնպես տեսանք, սա էլ է այդ այսպես կոչված հեղափոխության կարևոր արդյունքներից մեկը, այդ խեղճ ու կրակ չակերտավոր եմ ասում հայի, որտեղ հայը իրայնությամբ հաստատ խեղճ ու կրակ չի, ով ինչ ուզում է թող ասի, բայց այդ չակերտավոր խեղճ ու կրակ մուրացիկ անառողջ հոգեբանությամբ միայն օտարի վրա հույսը դնող հայի վերադարձը։ Շատ շնորհակալ ենք մենք 2018 թվականի հեղափոխությանը նաև այս կարևոր արդյունքի համար։ Հասկանում եք իհարկե, որ շնորհակալությունը հեգրանքով եմ ասում։ Հիմա այստեղ նաև մի ուրիշ կարևոր բան կա, կատարյալ ձախողում էր այդ այսպես կոչված հեղափոխության ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ը, որովհետև այդ օրը կատարյալ ձախողման ենթարկվեց այդ հեղափոխությունը, շատ ենք խոսել նրա մասին, ես այս միտքը սիրում եմ շեշտել, որ հեղափոխական ոգևորություն ապրած ժողովրդին տանել պարտության, դա ինքնին մի հատ քաղաքական հանցանք է, եւ այդ ամբողջ հեղափոխության, այսպես ասած, իմաստը կորավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, որովհետև այդ իմ ասացի պատճառով այդ ոգեշնչումը ապրած ժողովրդին տարան դեպի պարտություն եւ դրանով ամեն ինչ ավարտվեց մեծ հաշվով էլ հեղափոխության մասին պոտենցիալ նույնիսկ էլ իմաստ չկա խոսալու այստեղ մի բան էլ հա որպես ճշտում ավելացնեմ որովհետեւ էլի հարց կարող են տալ ասել բայց այդ մենակ հեղափոխությունը չէր մեղավոր Արցախի կորստյան համար միայն հեղափոխությունը այդպես կոչված մեղավոր չէր եւ ընդհանրապես էս իմ թվարկած բաների ամբողջ մեղքը միայն այդ 18 թվականին չի իհարկե չի ես համաձայն եմ ես գիտեմ ոչ միայն համաձայն եմ այլ գիտեմ բնականաբար Արցախի կորուստը նախապատրաստում էր տարիներ տասնամյակներ քաղաքականությամբ քաղաքական սխալներով սխալ ուղղություններով կարող ենք ասել հենց 94 թվականից էլ սկսեց այդ ընթացքը տարբեր ինքը փուլեր ունեցավ
խնդիր չկա, ոչ մի խնդիր չկա, այլ իրոք այդպես է, բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում, այլև էլ ավելի սրում է մեղադրանքը, որտեղ 2018 թվին, երբ որ իսկականից կար այդ զանգվածների մասնակցությունը, երբ որ կար այդ աննախադեպ ժողովրդական աջակցությունը, հենց դրա հենքով եւ հիմքով դա մեծագույն շանս էր շրջել այդ օրինաչափությունները, այն ընթացքը, որով մենք գնում էինք եւ այդ ընթացքի մեջ այո կար թաքնված այդ արդեն պոտենցիալը նաեւ Արցախի կորստի, նաեւ մեր պարտության, նաեւ այս պարտության հոգեբանության ձեռքբերման, բայց այդ 80%-անոց ժողովրդական աջակցությունը ինքը այն զենքն էր, որի օգնությամբ եւ որի շնորհիվ ոչ միայն հնարավոր պարտավոր էին փոխել այդ ընթացքը եւ հասնել միանգամայն այլ արդյունքի եւ եթե հասնեինք մենք այդ արդյունքի, որ ես վստահ եմ եւ շատ անգամ փորձել եմ հիմնավորել, որ դա հնարավոր էր եւ ես եւ իմ ընկերները, թող ոչ ոք չասի դա անհնար էր, թե ինչ մի մարդիկ այնպեսի անհնար բաներ են արել այդ թումայ ժողովրդի պատմության մեջ, սա այդ ինչ մի տենց մեծ հրաշք էր այդ հաղթանակը այդ պատերազմի մեջ, դա հաստատ կան մեծ հրաշք չէր լինելու, հնարավորի սահմաններում էր հաստատ եւ դա այո այդ ժամանակ մենք իրոք խոսենք իրական անկախության մասին, այդ հաղթանակով մենք իրոք ձեռք կբերենք իրական անկախություն, բայց ինչեւ է դա չի եղել, ես ուղղակի ուզում եմ շեշտել, որ այն որ այս ամեն ինչը նաև արմատներ, հիմքեր ունի մինչև 2018 թվական ոչ մի կերպ չի արդարացնում, այլև հակառակը սրում է այդ մեղադրանքը 18 թվականի նկատմամբ, որտեղ այդ շանսը այո շրջելու, փոխելու, բայց այդ շանսը ամենաանտախանդ ձևով վատնվեց եւ նույնիսկ չգիտակցվեց որպես այդպեսին։ Մի բան էլ ավելացնեմ, քանի որ ես անընդհատ ասում եմ, այս 2018-ի հետ կապված այդ բացասական գնահատականները տալիս եմ եւ դեռ շարունակելու եմ տալ եւ շատ համառորեն ու հետեւականորեն դա անելու եմ այնքան ժամանակ, մինչև որ գոնե մեր հասարակության ակտիվ մասի մեջ չամրագրվի, դա որպես չարիք մեծաշով այդ 2018, հենց նույնիսկ այդպես եմ ուզում ձևակերպած լինել։ Ես անպայման պարտադիր պետք է միշտ այս ուրեմն ճշտումը անեմ, որ բացարձակապես խոսքը ժողովրդի մասնակցության մասին չի։ Ես շատ լավ քաջ գիտակցում եմ, գիտեմ իմ կյանքի փորձով, որ այն բոլոր ուրեմն մոտիվացիան ժողովրդի մասնակցության, ժողովրդական զանգվածների եւ մոտիվացիան մղումները, չգիտեմ, ամենաազնիվ եւ ամենաարդարն էին եւ շատ լուրջ հիմքեր ունեին։ Ես ինքս այդ բոլոր փուլերով անցել եմ ժողովրդական պայքարի, մասնակցել եմ միշտ, ամենա չգիտեմ 90-ականներից սկսած, եւ ես շատ լավ գիտեմ, թե ինչքան արդար էին այդ բոլոր հիմքերը, ինչքան արդար է ժողովրդի դժգոհությունը, նաեւ մարդկանց, որոնք ակտիվորեն ակտիվիստները, որոնք ներգրավված էին, մեծ մասի մոտիվացիաները, ձգտումները, մղումները էլի եւ արդար էին, եւ ճիշտ էին, ես այդտեղ որևէ խնդիր չեմ կարող տեսնել, ել եմ ասում, իմ կենսագրության մասն է նաեւ այդ ամեն ինչը, մենք էլ կարող սխալներ ենք արել, առ չկա կենսագրությունը ինքն իրանով փաստարկ չի, բայց ուզում եմ ասեմ, ես շատ լավ դա հասկանում եմ, խոսքը դրա մասին չի, ես խոսում եմ քաղաքական արդյունքների մասին, խոսում եմ քաղաքական կոնտեքստի մասին, մաքուր, այլ ոչ թե այդ արդար մոտիվացիայի եւ մնացածի մասին, դա ես կասկածի տակ չեմ դնում, չեմ էլ կարող դնել, հակառակը ես համարում եմ, որ այդ ժողովրդական մոտիվացիան ինքը, եթե ճիշտ օգտագործվեր, եթե դրա ներուժը իրոք բացահայտվեր, կազմակերպվեր, ինքը կարող էր աննախադեպ իրոք եւ հաղթանակի եւ ծաղկման հիմք լինել Հայաստանի համար, նույնիսկ այն պարագայում, որ այդ 2018 թվականի հեղափոխության հետ կապված շատ մութ ծալքեր կան, բայց ժողովրդական այդ մասնակցությունը դա էլ կարող էր մաքրագործել։ Ինչևէ, սա որպես ճշտում անեմ, բայց ինչ է ուզում ասել, ոչ միայն այս 20 թվականի նոյեմբերի 9-ն է ձախողում, այլև մնացած ամեն ինչ որ դրան հետևել է նորից ու նորից կատարյալ ձախողումներ են քաղաքական, այսինքն կարելի էր մի պահ ենթադրել, պատկերացնել, ասել լավ, չէին հասկացել, պատրաստ չէին, ժամանակը քիչ էր, բայց գոնե այն ինչ որ տեղի ունեցավ 2020 թվականին, աշնանը դաս լիներ եւ դրանից հետո կարողանային ճիշտ քաղաքականություն կառուցել, ճիշտ ուղղություն տալ, միգուցե ինչ որտեղ, ես էլի մեկը համարում եմ, որ պարտությունը աններելի մեղք կա, բայց գուցե ինչ որտեղ, ինչ որ չափով ներելի դառնար պատմության համար, սերունդների համար, ես էլ մնա իմ համար փոքրամասնություն, որպես այսպես վատ մարդ, ասեի չէ մեկը աններելի է, բայց համենայն դեպս օբյեկտիվ գնահատեի, ասեի չէ, բայց հետո ընթացքը ճիշտ բռնեցին, շատ դաժան սխալների վրա, ոնց որ թե սովորեցին, բայց ոչ,
մենք նորից ու նորից, էլի ես ամենաբարձր մակարդակի մասին եմ խոսում, չեմ խոսում մանրամասների մասին, կատարյալ ձախողումների շղթա ունենք արդեն 2020-ից մինչև 2025 թվական։ Այդ կատարյալ ձախողումներից ամենակարևորը, որպեսզի նշենք, տեսեք ես միշտ այս ձևակերպում անում եմ, ինքը մի քիչ տենց բան ունի իր մեջ, չոր պրագմատիկ բան ունի, Արցախի զիջումը, Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում ոչ մի բանի դիմաց, ես չեմ սա շեշտում։ Ես այսպես թե այնպես, անկախ նրանից, թե դա ինչ-որ պրակտիկ իմաստ ուներ, թե չուներ, կամ մեկի կարծիքով կարող են ունենալ կամ չունենալ, ես այսպես թե այնպես դեմ եմ դրան, որպեսզի Արցախը ճանաչվեր եւ ճանաչվի Ադրբեջանի մաս։ Շատ տարբեր պատճառներով դեմ եմ, որտեղ քաղաքականության մեջ կան շատ տարբեր մակարդակներ, մենակ չոր պրակտիկը չի, բայց ես հատուկ չոր պրակտիկ եմ այս հարցը ձևակերպում, որ նույնիսկ եթե ենթադրենք, որ կար մարդ կամ մարդկանց խմբեր, որոնք ասում են, չէ, հանուն մեր ապագայի անկախության, ինչ որ հանուն, չգիտեմ ինչի, թեկուզ հանուն խաղաղության, պետք էր այս քայլին, այս շատ դաժան քայլին գնար, ստիպված, չգիտեմ, ուրիշ ճար չունենալով սիրտը կախ, բայց դրա դիմաց, եթե այդ տրամաբանությունը ասենք, թե աշխատող լիներ, դրա դիմաց պետք է առնվազն հստակ երկաթյա 100%-անոց երաշխիքներ ստանային խաղաղության եւ տևական կայուն 100%-անոց խաղաղության, ընդ որում ամեն ինչով, այդ խաղաղության բոլոր ատրիբուտներով, այսինքն որևէ թշնամանքի մասին խոսք պետք է չլներ, չգիտեմ, այդ սա տնտեսական հարաբերություն եւ այլն։ Գոնե ասում եմ, այս sense էլի կարելի էր, ասենք, ինչ որ մարդիկ դա կընդունեին, ինչ որ մարդիկ չէին ընդունի, բայց դա կարելի էր դարձնել որոշ չափով քննարկման թեմա։ Բայց այստեղ սա ամենասարսափելին է, այլ հատուկ եմ շեշտում, որ տեսականորեն են տարբերակը, հա, որ այդ պրակտիկ ամենասարսափելին է նա, որ այդ ամենահնարավոր ամենածայրահեղ զիջմանը գնում ես ստանալով դիմացը 0, ոչ մի բան, քեզ նույնիսկ ամենաստից չեն երաշխարում, որ սահմանին չեն կրակի դրանից հետո։ Այդ աստիճանի հասկանում եք, սա պատմականորեն աննախադեպ, ես չեմ սիրում տենց ձևակերպում, բայց էլի հաստատ նախադեպեր միշտ պատմության մեջ ամեն ինչի նախադեպը գտնում, նախադեպ չկա, բայց հաստատ շատ եզակի ձախողում է, այսինքն քաղաքական եւ դա ոչ ոք նույնիսկ չեն խոստովանում, չեն հասկանում մարդիկ, որ այսքանից հետո արդեն, ասա ոնց որ երկրորդ մի հատ բանն է, այսինքն այդքանից հետո արդեն ուղղակի վերջանում է ամեն ինչ, էլ անհնար է, որ այդ մարդիկ ինչ որ հավակնություն ունենան քաղաքականությամբ զբաղվելու, սրանից ավելի մեծ քաղաքական ձախողում լինել չի կարող, քան այն, որ դու Արցախը ճանաչում ես Ադրբեջանի կազմում եւ դրա դիմաց չես ստանում նույնիսկ թեթևակի, ասենք, ինչ որ բան, ել չեմ ասում խաղաղության երաշխիք, նույնիսկ չես ստանում երաշխիք, որ սահմանները չեն կրակի եւ թշնամությունը չի շարունակի, եւ սա ցույց է տալիս ընդհանուր այս 20 թվից հետո վարվող քաղաքականությունը ամբողջ աբսուրդ եւ ամբողջ անտրամաբանությունը, բայց մինչեւ հիմա դրանից կարճած գնում է։ Հիմա էլ երկրորդ աբսուրդ, էլի, զուտ սիմվոլիկ օրինակով եմ բերում, բայց հասկանում եք, որ դա չի մասին է խոսքը։ Խաղաղության պայմանագիրը համաձայնեցնում են, ուրախանում են, ոգևորվում են, տեքստը համաձայնեցեն, ինչը հետևում դրանից հետո անմիջապես հողի վրա, հենց այդ բանից, այդ հայտարարությունից հետո դրան հենց նույն օրը գրեթե կամ մեկ օրերի տարբերությամբ սկսվում է նորից սահմանների վրա լարում, ընդ որում այնպեսի, որը չի եղել նախորդ ամիսներին, չկար։ Երկար ժամանակ չկար բավականին։ Մի քանի ամիս ենթադրենք։ Եվ անմիջապես այդ դրանից հետո սկսվում է լարում, այսինքն դուք հասկանում եք, սա ինչ ոնց ասեմ, սև հումոր ասեմ, ինչ հեգնանք ասեմ, ինչ ծաղրանք ասեմ, այդ ամեն ինչի նկատմամբ, որ համաձայնել, այսինքն հեսա խաղաղություն ենք արդեն ուր որ աստորագրում, դա գիտենք, որ չեն աստորագրում, բայց մի հատ էլ սահմանային լարումը հետևում է հենց այդ անտեր տեքստի համաձայնեցմանը։ Սա էլ եւս այս ձախողման, արդեն չգիտեմ, երրորդ փուլ կոչենք, որ ինչ խորության, ինչ աստիճանի է հասնում եւ շարունակում են համառորեն կարճել այդ այսպես կոչված խաղաղության դարաշրջանի կամ խաղաղության օրակարգի կամ չգիտեմ ինչի այդ քաղաքականությունից եւ երբ որ ինքը կատարյալ ձախողումները միայն ի հայտ բերում, կատարյալ ձախողումների է ենթարկվում, արդեն ոչ թե առաջի, ոչ թե երկրորդ անգամ, այլ անընդհատ անվերջ շարունակ, ես ընդհանրապես երկու օրինակ բերեցի, բայց ամեն օր ինքը ձախողվում եւ ակնհայտից էլ ակնհայտ է, որ ինքը ոչ միտեղ չի տանում, որ չկա այդ ճանապարհը վերջ չունի եւ միակ փաստարկը իրանց դե
Ոնց թե այսինքն դուք չեք ուզում խաղաղություն։ Չէ, մենք շատ ենք ուզում խաղաղություն, դուք չեք ուզում խաղաղություն, որովհետև դուք եք ձեր այդ քայլերով, այդ աբսուրդով իրավիճակի ոչ սթափ գնահատմամբ եւ անընդհատ ձախողումների տանող քաղաքականությամբ տանում եք երկիրը այո դեպի ռազմական գործողությունների վերսկսման ոչ միայն եթե մենք վերցնում ենք 7 տարին, այլև վերջին 5 տարին, արդեն 5 տարի հասկանում եք, հեչ քիչ ժամանակաշրջան չի պատմական քաղաքական իմաստով 5 տարին բավականին մեծ ժամանակահատված է։ Եվ իդեպ եթե հիշում եք այն նոյեմբերի 9-ի փաստաթուղթ չարաբաստիկ 5 տարով են ստորագրել։ 5 տարին այս տարի լրանում է։ Տոտալ կատարյալ կորուստ ժամանակի վատնում եւ կատարյալ ձախողում, ինչպես որ 2018-ից 20 թվականներին այդպեսին, նույնպիսին են այս վերջի 5 տարիները, որովհետեւ ամբողջ ստրատեգիան, ամբողջ քաղաքական կուրսը ինքը անդադ ձախվում է, այն ինչը որ դրա փոխարեն պետք է արվեր եւ 5 տարում հնարավոր էր արդեն բավականին արդյունքների հասնել, այսինքն այնպես անել, որ Հայաստանը որպես ուժային գործոն քայլ առ քայլ աստիճանաբար, բայց վստահորեն վերականգնվեր եւ այսօր մենք արդեն ի վիճակի լինեինք թեկուզ տեղական լոկալ մակարդակներում ուժին ուժով պատասխանել կամ այնպես անել, որ մեզ հետ արդեն զուտ ուժի լեզվով չկարողանային խոսել եւ մեզ վերջնագրերը անդադ չդնեին, այլ նաեւ մեր թեկուզ ամենափոքր մակարդակում տեսակետը կարծիքները հաշվի առնեին, 5 տարում հաստատ կարելի էր դրան հասնել, դա ընդհանրապես պետք էր համապատասխան քաղաքականություն վարել անվտանգության ոլորտում, ճիշտ բարեփոխումներ, ճիշտ քայլեր անել, շատ ենք խոսել դրա մասին, հիմա չկրկնեմ, եւ այլ մենակ պաշտպանության ոլորտում չէ, ընդհանրապես վարել քաղաքականություն, անկախության իրական քաղաքականություն, ինչը դա ես խոսել եմ մանրամասն մեր պատկերացման, բայց մենք 5 տարի ուղղակի կորցրել ենք, ուղղակի վատնել ենք եւս 5 տարի եւ այսպես հիմնականում գոյատևել ենք արտաքին տարբեր հանգամանքների հաշվին, մեծաշով բախներս բերել է Ուկրաինայի պատերազմ, չգիտեմ, Իրանի դիրքորոշում Զանգեզուրի միջանցքի հարցում, Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշում, Եվրոպայի որոշ դիրքորոշումներ, այս դրա շնորհիվ մենք կարողացել ինչ որ ձևի, այսպես ասած, յոլա տանել, ոչ մի ներքին ջանքի շնորհիվ։ Իդեպ, այս ինչը որ ասում եմ տարիների կորուստ, վատնում, ձախողում, նույնը վերաբերվում է ոչ միայն իշխող խմբին, վերաբերում է ընդհանրապես քաղաքական դաշտին եւ հատկապես դրա խոշոր խաղացողներին, որովհետեւ 5 տարվա մեջ քաղաքական դաշտը չկարողացավ նաեւ իրական այլընտրանք ձևակերպել այս իշխանությունը, չկարողացավ ով ինչ ուզում է թող ասի, այլընտրանքը զուտեն չի որ դու դուրս ես գալիս փողոց ու գոռում ես Նիկոլ Հեռացիր կամ Նիկոլ Դավաճան, ռեալ այլընտրանք գաղափարական, կազմակերպչական, արժեքային, քաղաքական, ծրագրային չկա այդ ռեալ այլընտրանքը։ Այն հիմնական կետերում չկա, մենք դրա մասին շատ ենք խոսել եւ հիմնավորել ենք եւ նաեւ դրա համար է մինչեւ հիմա մնում այս կառավարությունը միայն դրա համար, ուրիշ ոչ մի բանի համար ժողովուրդը չի մեղավոր է քաղաքական դաշտը, որի մեծ մասը էլի խոշոր խաղացողներ շատ լավ տեղավորվել են եւ հիմա ուզում են իրանք ուղակի բոլորով վերարտադրվեն 26 թվականին, վերարտադրվեն նպատակը դա է, սրա մասին էլ ենք խոսել, բայց մեղավոր է նաեւ, այս էլ պետք է շեշտենք, սա էլ է կարևոր միտք, հասարակությունը մենք էլ ենք մեղավոր, որովհետեւ մենք էլ ենք 4 տարի կորցրել ենք, որովհետեւ այո, քաղաքական այդ խոշոր խաղացողները իրանք այլընտրանք չկարողացան եւ չէին էլ կարող, մենք բոլորս գիտենք, հասկանում ենք իրենք ոչ թե չկարողացան, ուզում էին չկարողացան, իրանք չեն էլ ուզում, իրանք լրիվ այլ նպատակներ ունեն, լրիվ այլ տեղերից են կառավարվում, իրանք հայկական չեն մեծ հաշվով, էլի մեծ մասին է խոսքը պարզը, բայց մենք 5 տարվա մեջ հանրության այսպես չգիտեմ, ակտիվ մասը թեկուզ չկարողացավ նույնպես ինքնակազմակերպվել եւ այնպես անել, որ այդ խաղից դուրս վիճակը, որի մեջ մեզ գցել են, հաղթանենք։ Հա, ինչքան էլ արդարացումներ ունենք, դժվար է, չգիտեմ, հա, դժվար է, պարզը որ դժվար է, բայց դժվար գործեր են ընդհանրապես արժանի ջանքի։ Եվ 5 տարին էլի քիչ ժամանակ չի, որ որքան էլ դժվար է այդ գործը, 5 տարվա մեջ շատ բան հաստատ կարելի է անել։ Եթե էլի այստեղ հոգեբանության խնդիրներ կան, մտածողության խնդիրներ կան, եթե չասենք, օ, ժամանակ չկա, վազենք, այդ ժամանակ չկա, վազենք, ամեն անգամ
վազում ենք, ոչինչ բան չի ստացվում, հետո նորից գալիս հանգստանում ենք, հետո նորից ակտիվանում ենք ժամանակ չկայով, իսկ իրականում ժամանակը պարզվեց կար 5 տարի ժամանակ կար, որ էլ եմ ասում, քիչ չէ։ Եվ այս մեր պատասխանատվությունը մենք նույնպես պետք է անպայման արձանագրենք այս իրավիճակից դուրս գալու համար։ Եվ հիշեցնեմ, որ դուք կարող եք մասնակցել կամ աջակցել մեր ընդհանուր գործին։ Այս պահին նշեմ աջակցության ամենաերևի ակտուալ տարբերակները, մեկը էլի եւս մեկ անգամ խնդրում ենք միանալ մեր Patreon-ին, որովհետև դա հնարավորություն է մեզ տալիս ավելի լավ պլանավորելու, նախատեսելու մեր գործունեությունը, քանի որ այդտեղ պարբերական նվիրատվությունների մասին է խոսքը։ Մյուսը մեր YouTube-յան ալիքը գիտեք փակել էին, մենք չենք կարողացել այդ նույնը վերաբացել, նորն ենք ստեղծել, բայց լավ կլներ, որ դա աճեր, ժամանակին մենք 0-ից աճացրել ենք այն հին ալիքը, մի քանի հազարի հասցրել ենք, բայց հիմա նորից նույն խնդիրը ունենք 0-ից աճացնելու, այնպես որ ցանկալի կլներ, որ նորից գրվեիք մեր նոր ալիքին, YouTube-յան ալիքին, Ազատ Հայաստան է կոչվում, եւ երրորդը էլի շատ կխնդրեի մեր Telegram ալիքին էլ միանալ, որտեղ դա ամենայն դեպս ամենա այսպես հուսալի անվտանգ տեղն է, ես չգիտեմ մի օր YouTube-ը կարող է նորից փակեն, մի օր Facebook-ի հետ էլ մի բան կարող են անել, Telegram-ը կարծես ավելի հուսալի է եւ այդտեղ ռեգուլարելի թարմացվում է, այն ամեն ինչ որ Facebook-ում դրվում է, ինչ որ մեր մյուս արտակներում դրվում է, այդտեղ նույնպես թարմացվում է, դրվում է, պես որ սա մեր եւ ձեր ամենահուսալի կապի միջոցը կարող է դառնալ, ընտրում եմ չանտեսեք դա, եւ իդեպ մեր կայքն էլ էլի ինքը թարմացվում է, նյութերը դրվում են, մարտական եմ-ը, այնպես որ մեր կայքին էլ կարող եք հետևել, դա էլ համեմատաբար հուսալի հարթակ է կարծում եմ։ Հիմա շարունակենք մեր խոսակցությունը։ Ընդհանրապես նպատակին ելքին հասնելու համար այսօրվա ուրեմն թեմայի կոնտեքստում ամենակարևոր բաներից մեկը, առանցքային բաներից մեկը հրաժարվել ընդհանրապես այդ 2018 թվականից, դրա գաղափարախոսությունից, դրա մոդելից, դրա տեխնոլոգիաներից, նույնիսկ մեթոդոլոգիաներից հրաժարվել, սա շատ կարևոր է, միանշանակ գնահատական տալ 2018-ի այդ այսպես կոչված հեղափոխությանը, միանշանակ բացասական գնահատական տալ, ինչպիսին եւ կտրուկ արմատական գնահատական, չվախենալով, չվարանելով եւ սեփական ներսում էլ մինչեւ վերջ գնալով այդ ճանապարհով։ Ոչ թե որ լավն էր ընդհանրապես, բայց Նիկոլն էր վատ, չէ, մենակ Նիկոլը չէր վատ, ինքը իր մեջ ուներ ֆունդամենտալ խնդիր այդ 2018 թվականի հեղափոխությունը եւ սա պրակտիկ հարց է, ոչ թե հարց է, որ մենք գնահատենք 7 տարի առաջ տեղի ունեցածը ուղղակի, այլ պրակտիկ է, որպեսզի մենք ճիշտ դասեր քաղենք եւ ճիշտ ձևով կարողանանք շարժվել առաջ։ Դա ոչ թե ել եմ ասում լավն էր, վատն էին ինչ որ առանձին մարդիկ, չէ, ինքը սև, ես չեմ վախենա, նույնիսկ չգիտեմ ասեմ պատմության մեջ անիծված մի հատ երևույթ էր, շարժում էր, պատմության մեջ իրոք այդպես էլ մնալու է։ Եվ սրանից ելնելով, այդ հրաժարումից ելնելով, մենք պետք է ճիշտ նպատակներ ձևակերպենք եւ հրաժարումից ելնելով այն նրանից ինչը որ մենք ձևակերպեցինք որպես այս ամենի արդյունք, ճիշտ նպատակներ պետք է ձևակերպվեն ելքի համար։ Մեկը հայ ժողովուրդը նորից պետք է վերածվի ուժային գործոնի, այսպես պետք է ձևակերպվի, այն ինչ որ ասում ենք, որ ինչին հասավ 2018-ը նրան, որ հայ ժողովուրդը նորից այդ խեղճ ու կրակ հոգեբանությանը ու կարգավիճակին վերադառնա, այս իրավիճակը հաղթարելու համար նպատակ պետք է դրվի, հայ ժողովուրդը նորից ուժային գործոնի պետք է վերածվի եւ միայն ուժային գործոնի վերածվելով կկարողանա իր խնդիրները լուծել, այլ ելք չկա, սա պետք է ձևակերպվի որպես նպատակ հստակ։ Մյուսը իրական հեղափոխություն է, ինչ որ մենք անցյալ անգամ խոսել ենք ազգային հեղափոխություն անվանելով դա, իրական հեղափոխություն, որի նպատակն է իրական ինքնիշխանության, իրական անկախության կառուցումը, իսկ թե դա ինչ է եւ ինչ է դա կոնկրետ բան, այլ ոչ թե ուղղակի սիրուն խոսքեր, դրա մասին նույնպես անցյալ անգամ ես փորձել եմ հիմնավորել։ Մյուսը իրական ինքնիշխանությունն է, որը նշանակում է պայքար ինքնիշխանության համար։ Եթե մենք հրաժարվում ենք պայքարի գաղափարից, ինչպես այսօր հրաժարվել է պաշտոնապես մեր կառավարությունը, դա ավտոմատ նշանակում է անկախությունից հրաժարվել, մնացածը սիրուն խոսքեր են, ինքնիշխանություն եւ պայքար ինքնիշխանության համար։ Մյուս խնդիրը ներքին, այսպես ասած քաղաքական կարևոր խնդիրը ազատում ոչ միայն այս
իշխող խմբից, այս կառավարությունից, այլև ազատում այս եղած երկբևեռ քաղաքական դաշտից։ Իրանք միասին եկել են 2018 թվականին, միասին սեփականացրել են դաշտը, 7 տարի արդեն իրանց նեփաստացի եւ ուզում են եւ փորձելու են այդ վիճակը շարունակել, իսկ եթե իրանք լինեն ամեն ինչ լրիվ նույնն է մնալու, ազատում միանգամից այդ ամբողջ քաղաքական դաշտից։ Այսպես խնդիրը պետք է դրվի եւ ոչ մի պատրանքներ չունենալ, որ այդտեղ կա ինչ-որ ընտրություն այդ երկուսի միջև, չկա այդ երկուսի միջև ընտրություն, չկա նաեւ տարբերություն էական։ Սա էլ ենք հիմնավորել եւ վերջապես այն ինչը էլի մի անգամ մանրամասն խոսել ենք, հաղթանակ եւ վերածնունդ։ Մենք պետք է այդպիսի մեծ նպատակներ դնենք, էլ եմ ասում ինչու ոնց այդ առանձին մի 30-40 րոպե խոսակցությամբ հիմնավորել եմ, որ հիմա չասեք ինչ հաղթանակ, ինչ վերածնունդ, այդ մեծ նպատակները պետք է դնենք, որովհետեւ փոքր նպատակներ դնելով իրական հեղափոխություն, իրական փոփոխություն, իրական հանրային մոբիլիզացիա չես կարող անել։ Եվ ինչ չպետք է անենք, ինչից պետք է խուսափենք, երբ որ ասում եմ 2018 թվականը պետք է մերժելով մերժենք կամ հրաժարվելով պետք է հրաժարվենք, այդ ապագաղափարական, ապաքաղաքական իրականում պայքարի ձևից։ Պայքար, որը տարբեր ինչ ձևակերպումներ էլ տան, ասենք չինեմ, այս ինչի հեռացիր, այսինքն անձի խնդիր դնել, ով լինի մենակ թե սրանք չլինեն, կոնսենսուս -1, այդ իդեպ առաջին անգամ Միշելով ձևակերպվել է քոչարյանական ճամբարում դեռ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք եւ հիմա էլ փորձում են վերականգնեն այդ կարգախոսը, ով լինի մենակ թե սրանք չլինեն, այս ինչ ձևակերպման տակ էլ սա լինի, որտեղ դա ապագաղափարականացնում է ամբողջ պայքարը, դու դնում ես ընդհանուր մեկ անձի խնդիր եւ ասում ես մենակ թե ինքը չլինի, դանում դրա բոլոր ամենատարբեր շիրաշփոթ գաղափարները միանանք, այսինքն մի կողմ թողնելով բոլոր գաղափարները, բոլոր քաղաքական գնահատականները, քաղաքական ծրագրերը միավորվենք հանուն մենակ անձի փոփոխման, այսինքն բայց այդ դեպքում դու անձին անձով մենակ կարող ես փոխել, ոչ մի ուրիշ բանով։ Այս սրանից անպայման պետք է հրաժարվել, սա 2018-ի այսպես ասած հեղափոխության այսպես կոչված մեխներ այդ մոտեցումը եւ հիմա այդ նույն մոտեցումը անդադ մեզ փորձում են պարտադրել, եթե մենք այդ նույն ճանապարհով գնանք, ստանալու ենք այդ նույն արդյունքը, ինչ որ ստացել ենք, որտեղ այդ մոտեցումը բերում է այս արդյունքի, եթե ինչ որ մեկը գոհ է այդ արդյունքից, թող շարունակի նույն ճանապարհով։ Մենք, եթե ուզում ենք ռեալ փոփոխություն մեր երկրում, առաջին հերթին պետք է հրաժարվենք սրանից, իդեպ այս նույն մոտեցումն է նաև, որ 2020 թվականից մինչև այսօր բոլոր այս փորձերը փոխելու այս իշխանությունը նույնպես տապալել են, որտեղ բոլորը այս նույն գաղափարի մեջ են տեղավորվել։ Զուտ անձի խնդիր են դրել, չեն դրել երկրի խնդիր։ Երկրի խնդիր, եթե դու դնում ես, դու նաև հստակ գնահատական ես տալիս քաղաքական նոյեմբերի 9-ին հստակ այլընտրանք ես ներկայացնում, դու ինչ ես անելու, ասենք, չգիտեմ, այդ խաղաղության այսպես կոչված պրոցեսի հարցում, արտաքին քաղաքական մնացած բոլոր հարցերում, բայց այստեղ այդ պատասխանները չեն տրվում, ասում են չէ, մենակ թե ինքը գնա, մնացած ամեն ինչը մենք ավելի լավ կանենք։ Այս է 2018-ի տիպիկ ապագաղափարական եւ ապաքաղաքական մոտեցումն է։ Ապաքաղաքական նաեւ, որովհետեւ այդտեղ քաղաքական խոսքի կարիք չկա, քաղաքական գնահատականի կարիք չկա, բացի ուղղակի sense էմոցիոնալ գորգորոցից։ Մյուսը դրական ծրագրի բացակայություն, նույնպես 2018 թվականի այդ հեղափոխության շատ կարևոր մասն էր, այսինքն բացի այն, որ ասում էին դե, չգիտեմ, այս ինչի քերա մերժենք Սերժին, ու սա հիմնական մեխն էր ամեն ինչի, բացի դրանից մյուս կարևոր առանձնահատկությունը այն էր, որ չէր ասվում ընդհանրապես իսկ ինչ ենք մենք անելու, ասվում էր միայն ինչ չենք անելու, չենք թալանի ընտրություններ, չենք կեղծի, չգիտեմ, չենք անի, բայց ինչ ենք անելու դրա այդ ամեն ինչը լավ է, հասկացենք, ինչ ենք անելու, ոչ մի խոսք չկար եւ պատկերացում չկար, ոչ մի նորմալ ձևակերպում չկար, միայն ընդհանուր խոսքեր էին եւ բնական է, երբ որ նման ընդհանուր խոսքեր են միայն այդպիսի վերաբերմունք, այն առաջի մասն է իդեպ հետո չի իրականանում, այսինքն չենք թալանելու, չենք կեղծելու եւ այլն, դա լի վերջո սկսում են անել, որովհետեւ երբ որ դրական ծրագիր չունես, ինչ ես անելու, այն ամեն ինչը էնտուզիազմի վրա կարող է մի քանի ամիս տևի կամ չտևի, բայց հետո նորից վերադառնում է։ Այսինքն անպայման պետք է լինի ինչ կանենքի մասը եւ ինք շատ կոնկրետ նաեւ պետք է լինի, էլի ոչ թե ընդհանուր խոսքեր, մենք կգանք ավելի լավ կանենք, այլ շատ կոնկրետ։ Սա երկրորդ կարևոր արմատական էական տարբերությունը 2018 թվականի եւ այն եզրակացությունը, որ մենք պետք է անենք 18-ի փորձից, սև փորձից, որտեղ մենք բոլորս
մեր մաշկի վրա զգացել ենք, թե ինչի բերեց այս ամեն ինչ, ուրեմն պետք է եզրակացություն անենք եւ պետք է լրիվ նոր մոտեցումներ որդեգրենք եւ մյուս էական տարը, էլի կան տարեր, բայց այս մեկով երևի ավարտեմ, կազմակերպված ոչ տարերային շարժման պայքարի խնդիր, որտեղ 2018 թվականը տարերային ի վերջո շարժում էր, այո, ինքը կազմակերպված կարող ենք իրեն համարել են իմաստը, որ տարբեր արտաքին ուժեր, տարբեր ներքին ուժեր իրենց մասնակցությունն են ունեցել եւ այլն, բայց որպես բուն, այսպես զանգվածային շարժում ինքը շատ կարճ տարերային շարժում էր, հիմնականում էմոցիայի վրա կուտակված, ինքը հասավ արդյունքի, էլի այդ բոլոր հանգամանքները հաշվի առնելով, արտաքին ուժերի եւ այլն, բայց ինքը հասավ արդյունքի հենց այդ իր կարճատևության շնորհիվ, որպես դա չի կարող մոդել լինել պայքարի, որտեղ այդ տարերային շարժումները, անկազմակերպ շարժումները իրենք որոշակի ժամկետում միշտ սպառվում են, միայն էմոցիայի վրա կառուցված 2-3 ամիս կարող են տևել, ոչ ավել, իրենք կարող են արդյունքի բերել միայն այս տիպի արդյունքի մակերեսային ըստ էության փոփոխության եւ եթե դա արագ է տեղի ունենում եւ եթե կան նպաստող հանգամանքներ, բայց ավելի երկարատև պայքարի համար եւ երկարատև արդյունքի համար եւ խորքային արդյունքի համար պետք է կազմակերպված պայքար, այսինքն հիմքում պետք է լինի կազմակերպություն իրական, ոչ թե ուղղակի այդ շարժումը տարերն են արդեն դրսևորում պետք է լինի կազմակերպության, կազմակերպված, ինքնակազմակերպված հասարակության, այդ կազմակերպությունը արդեն շատ կոնկրետ բան է, իր, չգիտեմ, ամենօրյա աշխատանքով, իր ամենօրյա ջանքով, իր ծրագրով, իր գաղափարով, իր թիմով կամ թիմերով եւ այլն եւ այլն։ Սա նույնպես պետք է որդեգրենք, որովհետեւ էլի թեկուզ վերջի 5 տարվա փորձը ցույց է տալիս, որ այս բոլոր փորձերը տարերային պայքարի, այդ ժամանակ չունենքի կարգախոսի ներքո եւ ինչպես ես սիրում եմ ասել, արագ տրճիկ տանք փողոց, դրանք ոչ մի արդյունքի չեն բերում եւ չեն կարող բերել, որովհետեւ դրանք շատ սպეციფიկ յուրահատուկ պայմաններում միայն կարող են արդյունավետ լինել, շատ կարճաժամկետ է նրանց կյանքը, տարերային շարժումների եւ նույնիսկ եթե դրանք հաջողության էլ բերեն, դրանց հետևանքները, արդյունքները կարող են ուղղակի ավելի կործանարար լինել, որտեղ չկազմակերպված, չպատրաստված պայքարը հիմնականում բերում է նմանատիպ հետո արդյունքների եւ հետևանքների։ Եվ այդ կազմակերպված շարժումից էլ իրականում կծնվեն իրական առաջնորդներ, որտեղ նաեւ այսպեսի հարց են տալիս, ասում են դե օրինակ իսկ ով է հիմա, այնց չգիտեմ, վարչապետի կամ առաջին դեմքի տեխնացուն։ Դե գիտեք ինչ, ես օրինակ սխալ եմ համարում, դա ինքնահռչակ տեխնացուների մի ցանկ կազմել։ Այդպես չի լինում, օրինակի համար եթե վերցնենք նույն այդ Ղարաբաղյան շարժումը, որից հիմա հրաժարվում են մեր այս կառավարիչները, 2 տարի դա տևեց, դա կազմակերպված շարժում էր եւ առաջնորդները շարժման միջից ծնվեցին։ Մարդիկ դարձան դրսևորեցին որոշակի որակներ, որ ամենասկզբում չէին կարող իրենց մասին էլ գուցե չէին պատկերացնում։ Վանոս Իրադեղյանը գրողից մինչև ներքին գործերի նախարար, դա որոշակի ճանապարհ էր, պայքարի ճանապարհով անցած կազմակերպված։ Դա մի ամսում, 2 ամսում չէր կարող լինել։ Եվ եթե 88-ի փետրվարին մեկ ասեր Վանոս Իրադեղյանն է լինելու էս ինչ մարդը, հիմա կարող չի ոնց ենք իրան գնահատում, հա, վերցնում ենք ինչպես են մարդիկ դառնում առաջնորդներ։ Ինքը ըսկի կարող է չհավատալ, բայց 2 տարվա պայքարի մեջ այդ մարդիկ եւ մենակ Վանոս Իրադեղյանը չեն, նույն Վազգեն Սարգսյանը, նույն մնացածները դարձան որոշակի լիդերական հատկանիշներ դրսևորեցին եւ գրողից օրինակ Վազգեն Սարգսյանը դարձավ պաշտպանության նախարար։ Սա էլ ճանապարհը, որ պետք է հասնես, այսինքն շարժման միջից ի վերջո պետք է նաև առաջնորդները ծնվեն եւ ապացուցեն, որ իրենք առաջնորդական ունակություններ ունեն, այնպես որ այս հարցն էլ այսպես կարող է մենակ լուծվել։ Մեծ հաշվով այն մարդկանցով, որոնք համարում են, որ այս փոփոխությունները, իրական հեղափոխական փոփոխությունները Հայաստանում անհրաժեշտ են, այս մարդկանցով մենք պետք է ամեն օր, ամեն ժամ թեկուզ փոքրիկ քայլերով ջանք եւ եռանդ եւ ժամանակ տրամադրենք եւ գործ անենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի իրական արդյունքի հասնենք, որքան էլ դա դժվար լինի, բայց ուրիշ ճանապարհ չկա։ Սա ամեն այս հարցերը մենակ այդպես են լուծում։ Եթե ուզում ենք արդյունք, ուրեմն պետք է ամեն օր դրան ձգտենք, ամեն օր ջանքներ դնենք, ամեն օր մի բան անենք, այլ ոչ թե սպասենք, որ ինչ-որ մի բան ինքն իրանով կլինի, ինքն իրանով ոչ մի բան այս աշխարհում չի լինում, ոչ էլ սպասենք, որ ինչ-որ մի հատ փրկիչ կհայտնվի, չի հայտնվելու քաղաքականության մեջ, փրկիչներ չեն հայտնվում, սա աստվածաբանություն չի, եւ կամ ասենք, չգիտենք, սպասենք, որ այս քաղաքական դաշտը ինքն իրանով ինչ-որ մի բան կանի, պարզա որ չի անելու,
ոչ էլ ասենք մենք հավատացնենք մեզ, որ այստեղ կա ինչ-որ ընտրություն, այն մենյուն, որը մեզ առաջարկվում է։ Չենք ուզում այս մենյուն, ուրեմն այդ մենյուն մենք պետք է ստեղծենք։ Ուզում ենք ստեղծենք այդ մենյուն, ամեն օր պետք է սուղությամբ աշխատենք, ուրիշ տարբերակ չկա։ Եվ վերջում էլի շեշտեմ, նաև այս ամեն ինչի հիմքում պետք է լինի հրաժարվելը ամենա sense արմատական ձևով 2018 թվականի ամեն ինչից, ինչպես ասում են, մասամբ նովին, իրա ամեն ինչով, իրա գաղափարականությամբ, ապա գաղափարականությամբ, իրա քաղաքականությամբ, ապա քաղաքականությամբ, իրա մոդելով, իրա տեխնոլոգիայով, իրա ամեն ինչով հրաժարվում ենք եւ սկսում ենք գրել մեր պատմության նոր էջը։ Շնորհակալություն։